Սիրելի ներկաներ, հարգելի հյուրեր, Մերիդիան Էքսպո կենտրոնում ողջունում ենք բոլորի երիտասարդ հայուհի, երիտասարդ հայ և մայր դուստր որնի 2026 նախագծի հանդիսավոր բացման արարողությանը։ Այս նախագիծն արդեն ավանդույթ է դարձել միավորելով երիտասարդ սերունդներին և ընտանիքներին Հայաստանի բոլոր մարզերից։ Այս տարի այս համահայկական մեգա նախագիծը առավել քան երբևէ համախմբել է հայերի ողջ աշխարհից։ Մասնակիցները ներկայացնում են ոչ միայն Հայաստանի բոլոր մարզերը, այլև 11 տարբեր երկրներ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայ մշակույթն ու ինքնությունն ապրել և ապրում են ամենուր։ Այս տարի մեզ են միացել երիտասարդ հայուհիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Կանադայից և Իտալիայից։ Սա հստակ ապացույց է, որ ազգային ինքնությունը սահմաններ չի ճանաչում։ Եվ որտեղ լինեն հայերը, նրանց սրտում միշտ բան է մնում հայրենիքի հանդեպ սերը։ Այս նախագիծը ոչ միայն գեղեցկության, այլև ազգային ինքնության, հայի բարոյական ու հոգևոր արժեքների, նրա կրթության և շնորհքի դրսևորման մի յուրօրինակ արտահայտություն է։ Հայկականությունը այս նախագծի առանցքն է, քանի որ մեր ինքնության ու մեր գոյության հիմքը մեր մշակույթն ու ավանդույթներն են։ Մենք հպարտ ենք մեր պատմությամբ, մեր հերոսական անցյալով, մեր հարուստ մշակույթով և որ ամենակարևորն է այն սերնդեսերունդ կրող ու արժևորող երիտասարդներով։ Այս նախագիծը կյանքի կոչվել Հակոբյաններ համահայկական կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանի և նրա հիմնակիցների կողմից նպատակ ունենալով խթանել ազգային արժեքների պահպանումը և իհարկե սփյուռքի ամրապնդումը։ Եվ այսօր մենք տեսնում ենք այդ գեղեցիկ գաղափարի իրականացումը։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին։ Հաջողություն մաղթենք մեր հրաշալի մասնակիցներին։ Թող այս նախագիծը դառնա ևս մեկ կամոջ միավորելով հայ երիտասարդությանը, որտեղ էլ նրանք լինեն։ Մրցույթի այս փուլում մեր մասնակիցները բեմում պետք է ներկայանան ողջ հմայքով ու վստահությամբ, ցուցադրելով ոչ միայն իրենց կեցվածքն ու քայլվածքը, այլև խորեոգրաֆի նրբագույն շարժումները, որոնք արտացոլում են հայ լինելու վայելչությունը։ Յուրաքանչյուր մասնակից բեմ կբարձրանա ազգային տարածով, որ ինքը պետք է յուրովի ներկայացնի ընդգծելով դրա պատմական, մշակութային և գեղագիտական արժեքը։ Սա պարզապես տոն չէ, այլ հայկական ավանդական տարազի վերածնում, ներկայացված մեր երիտասարդ, խելացի և հպարտ հայուհիների, հայորդիների, ինչպես նաև նրանց մայրերի կողմից։ Հարգելի ներկաներ, սիրելի մասնակիցներ, պատվարժան հյուրեր, մեծ պատիվ այսօր ներկայացնել համահայկական մեգա նախագծի մրցավարական կազմը, ովքեր մեծ պատասխանատվությամբ և անողնակալությամբ կգնահատեն մեր մասնակիցների կեցվածքն ու նրանց լավագույն դրսևորումները։ Մեր ժյուրիի կազմում ընդգրկված են իրենց ոլորտներում մեծ գնահատանք վաստակած մասնագետներ, ովքեր ոչ միայն ունենան վճռորոշ դեր մրցույթի ընթացքում, այլև իրենց խորհուրդներով ու գործով ուղեկցեն մասնակիցներին։ Ուրախությամբ ներկայացնում են մեր մրցավարական կազմի անդամներին։ Մրցավարական կազմում է նաև երիտասարդ հայուհի ազգային նախագծի համահեղինակ Անի Մնացականյանը, ով այս նախաձեռնության հիմքում կանգնած այն անձնավորություններից է, որ իր անսահման նվիրումով կյանքի է կոչել մի գաղափար, որը միավորում է հայուհիներին Հայաստանից և Սփյուռքից։ Անի Մնացականյանը ոչ միայն նախագծի համահեղինակ է, այլ հանդիսանում է բոլոր բեմադրական լուծումների, քայլվածքների, նազանքի ու պատի շարժումների գեղարվեստական ղեկավարն ու գործերի անմիջական համակարգով։ Նրա աչքի համար ոչ մի մանրուք անտեսանելի չէ։ Ամեն մասնակցի շարժման մեջ ներդրված է խնամ, հստակություն ու հայկական նրբագեղություն, հենց Անիի շնորհիվ։ Անի Մնացականյանը մրցույթի սիրված ու շեղծությունն է հայ կնոջ ոգու, գեղեցկության ու նվիրվածության խորհրդանիշը։ Մրցավարական կազմում է Անուշ Գալստյան, Հակոբյաններ համահայկական կենտրոնի կրթության և մշակույթի ոլորտի
պատասխանատու, արմատներով Արցախից, Անուշը մեծապես կարևորում է մշակույթն ու կրթությունը, որոնք ըստ նրա հանդիսանում են յուրաքանչյուր հայի ամուր հիմքերը և չի դադարում ընդգծել մշակութային ինքնության կարևորությունը։ Նրա համար մշակույթը ոչ միայն ծագման, այլ նաև արժանապատվի և կյանքի դիրքորոշման կարևոր մաս է։ Նարե Զաքարյան, մարքեթինգի մասնագետ, պրոֆեսիոնալ մոդել է։ Եվ իհարկե դերասան ու ռեժիսոր Գնել Սարգսյան։ Ներկայացնում եմ նաև դեֆիլեի և խորեոգրաֆիայի մասնագետներ Մագի Մաթոսյան, Վերա Հարությունյան, Արեմիկ Գալստյան, Նարե Մաթոսյան, Ալա Կարապետյան, օգնականներ Մանե Գրիգորյան և Նարե Օսկանյան։ Օպերատորներ Տերապյան Անյոտա, Գավարյան Օքսաննա, Գևորգյան Արմինե և գլխավոր համակարգող Անժելա Հովհաննիսյան։ Այս մեգանախագծի մրցավարական կազմի կողքին գործում է նաև պրոֆեսիոնալ հաշվինչ հանձնաժողովը իր ոլորտում գործարու մասնագետ ակտիվներով, որոնց ևս սիրով ողջունում են։ Սիրելի մասնակիցներ, հիշեք, որ այս բեմը ոչ միայն մրցակցության, այլև ինքնադրսևորման, ինքնաճանաչման և ձեր ներուժը բացահայտելու լավագույն հարթակն է։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և թող այսօրը լինի ազգային հպարտության, գեղեցկության և ուժի տոն։ Հարգելի ներկաներ, սիրելի հյուրեր, երիտասարդ հայուհի 2026 մրցույթն այս տարի մեզ տալիս է յուրահատուկ հնարավորություն ծանոթանալու ոչ միայն գեղեցիկ ու տաղանդավոր հայուհիներին, այլև տեսնելու մեր ազգի ապագան, մեր փոքրիկ, բայց արդեն ինքնատիպ և հպարտ հայուհիներին։ Այժմ դեպուկ կայնում են մրցույթի առաջին փուլի մասնակիցները 3-ից 6 տարեկան տարիքային խմբի փոքրիկ, բայց արդեն իսկ հմայիշ և հոստուկնալից երիտասարդ հայուհիներ։ Նրանք ներկայացնելու են իրենց անհատականությունն ու գեղեցկությունը, ինչպես նաև իրենց նվիրվածությունը այլ մշակույթին։ Ողջունենք նրանց բեմով, մեծ սիրով և ջերմ ծափարություններով։ Համար 0394, Դավթյան Կարինա Արմանի, Սյունիք։ Համար 95, Դավթյան Սաբինա Աքուրի, Սյունիք։ Համար 0396, Գրիգորյան Անդրեա Անդրանիկի, Սյունիք։ Բեմահարթակում են 3-ից 12 տարեկան տարիքային խմբի տղաները։ Համար
0-7-35 Մանուկյան Հարություն Արտաշեսի Լորի Bravo! Zero 48 Aveti
Ավանեսյան Հայկ Գևորգի, Շիրակ։ Զրոյոտ 49 համարի ներքով Պետրոսյան Հրաչ Հատուլի, Տաուշ։ Համար զրոյոտ 50 Հարությունյան Հարություն Անդրանիկի, Սյունիք։ Համար զրոյոտ 51 Կոսիկյան Մարկ Վախիմի, Սյունիք։ Համար զրոյոտ 52 Գալստյան Ժիրայրեկյանի, Սյունիք, Արցախից։ Համար զրոյոտ 53 Սարգսյան Մարմին Արտեմին, Սյունիք։ Համար զրոյոտ 55 Խաչատրյան Ալեքսանդր Գավրիկի, Սյունիք։ Համար զրոյոտ 56 Մասակյան Վաչե Ակցյոմի, Շիրակ։ Համար զրոյոտ 57 Քոչարյան Ալեքս Սամվելի, Շիրակ։ Համար զրոյոտ 58 Հակոբյանյան Ժորակորի, Հայոց Ձոր։
բոլորիս խմբերը։ Եվ այսօր իսկապես ողջունելի է, որ և հայրերը և հայրերը բերել են այս ծրագրում իրենց հրաշք անելին։ Ուզում եմ, որ սա շարունակական լինի։ Բարձր ծափողջուներ նախ ծնողներին։ Եվ այսպես 100 ամսեր են Մանուկյան Հարություն Արտաշեսի, Գալստյան Արեգ Գետկարի, Օբագինյան Դանիել Արմենի, Զադրյան Հովանես Տարունի, Գրիգորյան Էդուարդ Աշոտի, Ահումյան Հայկ Արմանի, Խարվերդյան Հրանտ Իգնատի, Շահիրյան Արմեն Արարատի, Պետրոսյան Տիգրան Գևորգի, Ավետիսյան Արմեն Արսենի, Յուսելյան Կամո Բահրամի, Սոլոյան Արմեն Արմենի, Բրուցյան Տիգրան Արմենի, Ավետիսյան Հայկ Գևորգի, Պետրոսյան Հրաչ Թաթուլի, Հարությունյան Հարություն Անդրանիկի, Օսիպյան Մարկ Վազիվի, Գալստյան Ժիրայ Դեգարի, Սարգսյան Մարտին Արմենի, Խաչատուրյան Ալեքսանդր Դավնիկի, Մացայական Բաչի Արձովի, Քոչարյան Ալեքս Սամվելի, Հակոբյանյան Ժորա Հորեի։